Բարև ձեզ ընկերներ, այսօր ես ուզում եմ խոսամ այն մասին, որ ինչու մենք մեր սխալներից դասեր չենք կաղում։ Այսպիսով, ես ինչպես միշտ մի քանի օրինակ եմ բերելու և վերջում անցնելու ենք անալիզի։ Ինչպես ես ասացի, ես ուսումնասիրել եմ պարսիկ ժողովրդին և ինչ որ չափով իրանց պատմությանը և օրինակներ բերելու եմ պարսիկներից և դա լինելու է միտումնավոր, որովհետև հաճախ ենք հայերից լսում, որ գիտեք, մենք մի հատ փոքր ազգ ենք և միշտ եղել ենք ուրիշների տիրապետության տակ, մենք չենք ունեցել պետականություն, մեր երկիրը բնական ռեսուրսներով այդքան հարուստ չի, և այլն, և այլն, և այլն։ Այսինքն մեր ամեն բացասական կողմերը գալիս է այս մի քանի բանից։ Իսկ եթե համեմատում ենք Պարսկաստանի հետ, Պարսկաստան եղել է ամենաուժեղը, եթե 4-5 անգամ կայսրություն եղել տերիտորիայում, դա եղել պարսիկները, իրանց երկիրը շատ հարուստ է, այսինքն բնական շատ հարուստ երկիր է, և իրանք ուրիշ կրոն ունեն, մուսուլման են եղել, և զարմանալիորեն դուք կտեսնեք, որ մենք նույն ձևն ենք մտածում։ Ուրեմն, պրոբլեմը պիտի ուրիշ տեղ մանկալ, պետական ունենալ, չունենալ, դրանք ազդում են, բայց շատ քիչ։ Ուրեմն, իմ օրինակները, նախ մի հատ մարդի օրինակ, այսպես ասած, մի հոգի ուզում է խորոված սարքի, տղին ասում է, որ գնա կրակ արա խորովածի համար, կրակ են անում և տղեն շիշերը տանում է, շարում է կրակի վրա և մի քանի րոպե հետո հայրը գալիս է, որ տեսնի խորովածը էփել է թե չէ, ձեռ որ տալիս է շիշին, ձեռը այրվում է։ Ըստ հերը նայում է կրակին, կատաղում, ասում է, լակոտին 1000 անգամ ասել են, որ խորովածի համար փետի ածուխ օգտվի, ոչ թե քարածուխ։ Անցնում է 6 ամիս, խաշ են տնում։ Խաշի կաթսան ծանր էր, կինը խնդրում է, որ ամուսինը գա իրան օգնի, նորից ամուսինը, որ գալիս է խաշի կաթսան, ուզում է տեղափոխի տնի սեղանի վրա, էլի նորից ձեռները այրվում են։ Այս անգամ էլ նայում է գազին և սկսում է գոռալ, որ այ կնիկ ես քանի 100 անգամ եմ ասել խաշ սարքելուց, գազը մինչև մաքսիմում չեմ բարձրացնում։ Եվ մի քանի ամիս հետո արդեն իր ավտոյի մոտորը շատ էր տաքացել, դուրս է գալիս, որ տեսնի ինչու է տենց տաքացել, ինչ որ բան էր ուզում նայեր այդ մոտորի ճեղքերում, ձեռը դնում է մոտորի վրա, մոտորը նորից ձեռը այրվում է։ Ուրեմն այս անգամ էլ բարկանում է, բենզակալոնքի տեղի ճիշտ բենզին առել, որ անասուններն ինչ ասես խառնում են բենզինի հետ, դրա համար էլ մոտորը շատ է տաքանում։ Ուրեմն, այս փառք ենք անում ստեղ կվերադառնանք։ Երկրորդ օրինակը դա Սասանյան կայսրության անկումն է։ Այս նկարի մեջ դուք տեսնում եք Սասանյան կայսրությունը, այսինքն այսօրվա Պարսկաստանը, մի մաս Փակիստանից, Աֆղանստանից, Թաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, այստեղ մինչև Ռուսաստանի սահմանները, լրիվ Սիրիա, Լիբանան, Թուրքիայի մի մասը, այսինքն Արևմտյան Հայաստանը, նույնիսկ Եմենը և Սաուդի Արաբիայից մի մաս։ Այսօրվա Եմենում կռվողները, հութիները հենց հին Սասանյանների ժամանակվա մնացած պարսիկներ են, որ արաբերեն են խոսում։ Ուրեմն ինչ ասում պատմությունը։ 650 թվականներին արաբները մի իսլամական խումբ հարձակվում է Սասանյան կայսրության վրա և ըստ պատմության շատ մեծ կոտորածներով պարսիկներին սրի ուժով սարքում են մահմեդական։
Իսկ թագավորը Հասկերտ երրորդը կամ Յազգերդը Սևոմ երրորդ Յազգերդը փախնում է մայրաքաղաքից Տիզբոնից, որ գտնվում է այս տերիտորիայում եւ գալիս է մինչեւ Աֆղանստանի սահմանը, ինչ որ ջրաղացի մեջ թաքնվում է, ջրաղասպանը իրան ճանաչում է եւ սպանում է թագավորին եւ սրանով վերջ է ուտում Սասանյան կայսրությունը։ Երկրորդ օրինակը արդեն 1830 թվականներից է։ Նախքան օրինակը ես ասեմ, որ պարսկական տրադիցիայի մեջ հիերարխիան այսպես է. Աստված, թագավոր եւ հայրենիք։ Իսկ ունեն իրանք կրոնական հիերարխիա, որ ինչ որ այաթոլլահը, բայց այաթոլլան թագավորից ավելի ցածր մակարդակի է։ Թագավորը կրոնական ղեկավար չի, թագավորը երկրի ղեկավարն է, իսկ կրոնական ղեկավարությունը մի հատ պարալել շղթա է իր համար։ Հակառակ օրինակ թուրքական կամ ուսմանյան կայսրությանը սուլթանը թե կրոնական ղեկավար է, եւ թե ռազմական, եւ թե աստու տեղակալ, ամեն ինչը սուլթանն է։ Ուրեմն 1930 թվականներին արդեն Պարսկաստանի եւ Ռուսաստանի երկրորդ պատերազմի շեմին են կանգնած։ 6 տարի առաջ եղել է մի ուրիշ պատերազմ ռուսների եւ պարսիկների մեջ, եւ պարսիկները ահագին տերիտորիա Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային մասը, Դերբենդ, Չեչենիա, Ինգուշիա, դրանք բոլորը կորցրել են ռուսական կայսրությանը եւ գրվել է Գուլեստանի պայմանագիրը։ Ուրեմն ռուսական զորքը նորից կանգնած է սահմանի վրա, իրանց կենտրոնը Թիֆլիսն է, ինչպես դուք գիտեք, ուրեմն Հայաստանը, այսօրվա Ադրբեջանը, դրանք լրիվը գտնվում են Պարսկաստանի տիրապետության տակ եւ Կասպից ծովի աջ կողմը Ուզբեկստան, Թաջիկստան, Թուրքմենստանը, դրանք էլ պարսկական տերիտորիա են։ Եվ ռուսական զորքը կանգնած է սահմանին եւ ուզում է հարձակվի։ Ուրեմն լուր են բերում Պարսից թագավորին Ֆաթալի Շահին, որ արդեն ռուսները նորից ուզում են հարձակվեն։ Ֆաթալի Շահն արդեն 6 տարի առաջ մի հատ պարտություն էր գրի, այնքան էլ չի ուզում որ գնա պատերազմի, բայց իր կրոնական ղեկավարներ այաթոլլան ասում է, որ թագավորն ապրած գնա, եթե դու չուզենաս կռվի գնաս, մենք ջահադ կտանք եւ ժողովրդին կուղարկենք պատերազմ։ Թագավորին համազում է, թագավորն ասում է, դե ես զորքերս դեռ չեմ կարգի բերել, ասում են մի վախենա, թագավորն ապրած գնա, դու կխնդրես Էմամ Զամանին, Էմամ Զամանի զորքը կգա քեզ կօգնի։ Էմամ Զամանը շիա մուսլիմների 12-րդ Էմամն է, որ ինչ որ 12 տարեկանում մտել է մի հատ հոր եւ կորել է։ Եվ հիմա շիա մուսլիմները հավատացած են, որ աշխարհը հսկվում է Մեհդի կամ Էմամ Զամանի միջոցով։ Ուրեմն թագավոր զորք է ուղարկում, զորք էլ այն ժամանակ կանոնավոր զորք չկար, մի ասենք մի 100 զինվոր են գնում եւ սահմանից, սահմանամերձ գյուղերից, որտեղ որ պատերազմի ճակատ էր, հողագործներին ժողովրդին հավաքում են, տանում են պատերազմ։ Եթե տենց ես պատերազմ գնում, արդեն սուր ու բանել չկա, ով ինքը մփետի, քլունգի, բաղի, մանգաղի վերցնում են, այդում են պատերազմ։ Եվ նորից շատ սարսափելի պարտություն են գրում։ Ուրեմն պարտությունից հետո արդեն պայմանագիր պիտի կնքվեր, Ֆաթալի Շահը շատ մեծ նվերներով մի հոգի ուղարկում է Եկատերինայի մոտ եւ գրվում է Թուրքմենչայի պայմանագիրը, որը սպարսիկների ամենաստրկացուցիչ պայմանագիրն է, որ գրվել է Պարսկաստանի շահերի կողից եւ Ֆաթալի Շահին համարում են որպես ամենամեծ դավաճան։
Ուրեմն Ֆաթալի շահը արդեն կատաղած իր կրոնական ղեկավարներին հավաքում է եւ Ֆաթալի շահն միած սուր ուներ ըստ պարսիկ տրադիցիայի, ասում են սուրը Աստված է տվել եւ եթե ծրով խփեն գետին, երկակունդ երկու մասի կբաժանա, Ֆաթալի շահն շատ կատաղած էր, սուրն անում է խփա գետին, այդ կրոնականներն ինգնում են ոդներն աղաչում են, որ դու ռուսներին եթե չես իրանց կնիկ երեխեքին խղճա, եթե ռուսներին չես խղճում իրանց կնիկ երեխեքին խղճա եւ ամոզում են, որ Ֆաթալի շահը այդ սուրը դնի նորից իր տեղը։ Իսկ Ֆաթալի շահն կատաղած հարցնում ասում է, բա Էմամ Զամանի զորքն ինչ եղավ, այաթոլլան, այս պարսկերեն ասեմ, հետո կթարգմանեմ հայերենի։ Այն գրանդ մեծ այաթոլլան ասում է Զալալ Սոլթան նիյաթն խոբ նաբուդե։ Այսինքն թակավորն ապրած գնա, դու որ խնդրել ես Էմամ Զամանին կամ աղաչել ես, մաքուր սրտով չես աղաչել։ Եվ այսպիսով հարցը փակվում է այստեղ։ Անցնենք հաջորդ օրինակին։ Հաջորդ օրինակ ուրեմն 1905 թվին էր, այսինքն 1900-ական թվականներին եւ այդ կտրվածքով Պարսկաստանը շատ մոտ էր Ֆրանսիային եւ Ֆրանսիայից էին մարդիկ գալիս Պարսկաստան պետությանը օգնելու եւ նման հարցեր։ Իրանք ուսանողներ են ուղարկում, իհարկե թագվարական ընտանիքից, ուսանողներ են ուղղում Ֆրանսիա եւ Բելգիա կրթվելու, դրանք վերադառնում են եւ արդեն ազդված նույնիսկ Ռուսաստանի 1905 թվի հեղափոխությունից, որ չհաջողվեց, Պարսկաստանում էլ ուզում են, որ ինչ-որ ռեֆորմներ անեն եւ թագավորի մենապետությունը ձեռից առնեն եւ սարքեն կոնստիտուցիոնալ թագավորություն։ Եվ Մոզաֆերադին շահին համոզում կամ ստիպում են, որ գնա դրան եւ հաջողում են եւ հայտարարվում է, այսինքն իրանք ասում են հեղափոխություն եւ այդ հեղափոխությունին մասնակցում են մոտ 200 հոգի մայրաքաղաքում, որ մի քանի հատ կրոնական են, իսկ մնացածը բազարի վաճառականներն են եւ այդ տղերք, որ գնացել են եւ ֆրանսերին են սովորել, ուրեմն իրանք կարծում էին, որ Ֆրանսիայի զարգացումը գալիս է իրանց կոնստիտուշնից եւ դրա համար որ ֆրանսիացիք ունեն խորհրդարան մաջլես, այդ նույն բաները կոպի են անում, այսինքն Ֆրանսիայի կոնստիտուշնը թարգմանում են պարսկերենի, մի քանի օրենք էլ Բելգիայի կոնստիտուշնից են ավելացնում եւ այսպիսով հրճակվում է կոնստիտուշնալ մոնարխի։ Բայց շատ չի տևում, որ ռուսները հյուսիսից, այսինքն առաջին համաշխարհային պատերազմն էր, մոտենում ռուսները հյուսիսից, անգլիացիք հարավից, Պարսկաստանը գրավում են եւ այս պարսիկների ռուսներն ու անգլիացիք դավաճանում են պարսիկ ժողովրդին։ Մինչև 1920 թվականների մոտերը Ռեզա շահը թագավորը փախնում է, այսինքն Մոզաֆերադին շահը չի, իր տղեն է, թագավորը փախնում է եւ Ռեզա շահը իր զորքով մտնում է Թեհրանը, գրավում են եւ այս հեղափոխությունը մասնակցում են նույնիսկ հայերը, Եփրեմ խանը 40 զորքով գալիս են Թեհրան նորից եւ Սաթարխան Բաղերխանը Ադրբեջանում են կարգի բերում, իսկ արևմուտքում, արևելքում ուրիշ մարդիկ, այսպիսով Ռեզա շահը ինքը շատ ուժեղ ազդված էր Աթաթուրքից եւ ուզում է երկիր սարքի ռեսպուբլիկա կամ խորհրդական ռեսպուբլիկա, բայց Այաթոլլա Քաշանին Գրանդ մուֆտին ասել հայերին
դա չի համաձայնվում եւ ասում է եթե դու սարքես ռեսպուբլիկա ուրեմն իսլամը կինգնի վտանգի մեջ եւ Ռզա Շահին ստիպում են որ Իրան հրճակի թագավոր Ռզա Շահն էլ այդ գործն անում է Իրան էլ ձեռա տալիս ուրեմն թագավոր լինելուց հետո արդեն Մաջլես կար, Constitution կար, բայց թքած ունեն դրանց վրա եւ իրանց գործն են անում։ Մենատիրությունը շարունակվում է, իսկ հետո իր տղեն Մոհամմադ Ռզա Շահն է գալիս եւ նույն ձևի, որ ինքը նույնիսկ Եվրոպայում է սովորել, մի 3-4 լեզու գիտեր, շատ լավ մայրենի լեզվի նման էր խոսում, բայց ինքն էլ նորից ինչ որ ֆիկտիվ խորհրդարան կար, բայց ինքը մենապետ էր, այսինքն ինչ որ ինքն ասեր էր, մատ իսկական թագավորի նման էր վարվում։ Եվ մի հատ ուրիշ դեպքից էլ որ ուզեմ խոսամ, դա արդեն 1950-ական թվականներին էր, որ Ադրբեջանում եւ Քուրդիստանում ազդված սովետական միությունից Ադրբեջանում մի հոգի որ կոչվում էր Փիշեվարի արդեն սրանք ուզում էին առանձնային Պարսկաստանից, նույնիսկ փող էին տպել եւ արդեն 1953 թվականներին թագավոր իր զորքը ուղարկում է եւ ջախջախում է այս անջատողական ուժերին, Փիշեվարին իր մարդկանց հետ նույն մոտ 10,000 հոգի փախնում են այսօրվա Ադրբեջանը կամ սովետական Ադրբեջանը եւ նույնիսկ ջախջախվում է Քուրդիստանի կուսակցությունը կամ այդ խումբը որ ուզում են անջատեն Քուրդիստանը Պարսկաստանից Ադրբեջանում ստեղ մի հատ շատ հետաքրքիր բան է պատահում եւ դա էր որ Փիշեվարի իրանք ասում են Փիշեվարին դավաճանեց ժողովրդին եւ Փիշեվարին ահագին գործեր էր արել Ադրբեջանում փողոցները ասֆալտ արել, գյուղերի ճանապարհներն էր ասֆալտ արել եւ իր փախնելուց հետո մի շարք մի խումբ ժողովուրդ դուրս են եկել քլունգով ասֆալտը քանդում էին։ Սրանք հիմնականում երկու մասի են բաժանում, մի մասը կրոնականներն են, որ երբ հարցնում են ինչու եք ասֆալտը քանդում, ասում են ըստ հադիսի այսինքն կրոնական գրքերի Էմամ Զամանը որ կա իր ձիու սմբակների տակից փոշին կետա մինչև երկինքը եւ որ ասֆալտը Էմամ Զամանը մեր գյուղը չի կա իսկ ազգայնականներ նացիոնալիստներ ասում են ինչ որ կոմունիստները սարքել են պիտի մեջի ստանենք սրա զուգահեռ ես Հայաստանի համար էլ կբերեմ Եվ վերջի շարժումը, այսինքն կոնստիտուցիոնալ մոնարքիի հեղափոխությունից հետո ամեն 30 տարին Պարսկաստանում 30-35 տարին Պարսկաստանում մի հատ շարժում ա եղել, մի հատ հեղափոխություն ա եղել եւ վերջինը արդեն 44 տարի առաջվա հեղափոխությունն էր, որ Խոմեյնին եկավ եւ ժողովուրդը միլիոններով դուրս եկան փողոց եւ տապալեցին շահին, շահը փախավ եւ Խոմեյնին այսինքն պետություններ եկան, բայց ազգային երկու տարի ազգային պետությունը չհաջողեց, ինչ որ ուժը իր ձեռը էր, իսկ կրոնականներն եկան գործի գլխ։ Այսօր եթե դու ցանկացած Պարսկաստանցուց հարցնում ես, իրանք ասում են որ Խոմեյնին մեզ խաբեց։ Իսկ ստեղ մի հատ հետաքրքիր բան ասեմ, պարսիկներն էլ հայերի նման իրանք կարծում են աշխարհի ամենախելոք ժողովուրդն են։ Ուրեմն մի հատ կիսակրակետ ախոնդ կրոնական եկավ 35 միլիոն խելոք մարդի խաբեց։ Էս էլ մնա ստեղ կվերադառնանք։ Ուրեմն ես ուզում եմ անդրադառնամ մի քիչ հայերին։ Այսինքն զուգահեռներ հայերի հետ։ Ուրեմն եթե հայոց պատմությունը մեկը ուսումնասիրի, ես շատ լավ չգիտեմ, վստահ եմ որ դուք ցանկացած թագավորի ժամանակ մի հատ դավաճան կլի, մի դավաճան գնաց բյուզանդացոնց միացավ, այն մեծ դավաճան գնաց պարսիկներին միացավ, վասակը դավաճանեց Վարդան Զորավորին, դաշնակները դավաճանեցին, ես իմ
ռամկավարներին կամ հայ ժողովրդին, բոլշևիկները դավաճանեցին դաշնակներին եւ այսպիսով գալիս ենք մինչեւ հասնում ենք 2018 թվի հեղափոխությանը, որ Նիկոլն ու իր խումբը եկան գործի գլուխ եւ այսօր էլ ցանկացած հայ կամ ցանկացած քաղաքական մեկնաբան ասում է որ Նիկոլը մեզ խաբեց զուգահեռ տեսնում եք չէ ոնց որ մենք ենք մտածում ստենց էլ պարսիկներն են մտածում ուրեմն եթե այս պատմությունը այս ձև ենք նայում մենք ինչ դասեր կարող ենք քաղենք ինչ դասեր ենք քաղում ասենք հայերն ասում են մենք այս պստի ազգ Չինաստանի ժողովրդի չափ դավաճան ունենք պարսիկներն էլ որ պատմությունը նայում ես միշտ դավաճանություններ եղել է Եսա դավաճանել, այնա դավաճանել, ամեն մի շարժման մեջ դավաճաններ են ման գալիս։ Եվ ինչպես տեսնում եք, Պարսկաստանը դոփում է իր տեղը, Պարսկաստանն առաջ չի հետում։ Ամեն 40 տարին, 50 տարին, 30-40 տարին մի հատ հեղափոխությունից հետո։ Ուրեմն, հիմա ես կաշխատեմ մի չնչին անալիտիկ մոտենամ այս հարցերին։ Եվ դուք կտեսնեք, որ իշքան, այսինքն իշքան տարբերություն կանի ձեր կողմորոշման մեջ։ Ուրեմն, եթե վերադառնանք Սասանյան թագավորությանը, ուրեմն այստեղ, ինչպես ասացի, Սասանյան թագավորության տերիտորիան էր, այստեղ դուք տեսնում եք Սասանյան թագավորության մի ամրոց, Եվ հին քաղաքներ որ գտել են երևի մի 4 հատ այս ամրոցի չափ էր այսինքն որ քաղաք ասում ենք Մոսկվա չի կամ այդքան մեծ քաղաքներ չեն լրիվ Պարսկաստանի բնակչությունը երևի 10 միլիոն էլ չի եղել այսինքն լրիվ այս տերիտորիա Այս էլ մի հատ ուրիշ ամրոց է եւ նայենք ինչա պատմությունն ասում եւ ոնց մենք կարող ենք անալիզ անենք։ Ուրեմն պատմությունն ասում է որ թագավորը ասենք Տիզբոնն ստեղա թագավորը փախելա ստեղրանք ինչ որ ասենք Աֆղանստանի սահման ինչ որ ճրաղացի մեջ թաքնվելա եւ ճրաղասպանն իրան ճանաչելով սպանել է։ Հիմա այստեղ հարց առաջանում։ Ճրաղասպանը ոնց է թագավորին ճանաչել։ Այն ժամանակ ոչ Instagram կար, ոչ Facebook կար, ոչ ինտերնետ կար, ոչ նույնիսկ նկար կար։ Այսինքն միակ վարիանտն է դա որ ինչ որ ճրաղասպան հրավիրված է թագավորի արքունիք եւ այնտեղ թագավորին տեսել է։ Ուրիշ թե հնարավոր չէ, ոնց պետք է ճանաչել իր թագավորին։ Ասենք Հստենց ճիշտ է, 100%-ով ճիշտ է, ճրաղասպանը ճանաչել է թագավորին։ Իսկ ինչու է իր թագավորին սպանել։ Կարող է զզված է եղել թե թագավորից եւ թե թագավորությունից։ Իսկ պատմությունն ասում է, որ արաբներ որ եկան, արաբները դե 100,000 հատ արաբ քիչ չի հարցակվել, հսկա տերիտորիայի վրա։ Ասենք 100-ից կամ 1000 հոգի արաբ են հարցակվել պետության վրա։ Ոնց կարող են սաղին սրի ուժով սարքեն մուսուլման։ Եվ մի հատ նոր վարիանտ են ասում, նոր պատմապաններ, որ ասում են ոչ թե ջարդել են ու այսինչ, այլ քաղաքի դարպասները բացել են։ Ինչ որ մի դավաճան, քաղաքի դարպասները բացել է, արաբական զորքը ներխուժել է քաղաք։ Okay Էդ էլ ասենք ճիշտ է։ Իսկ այդ մարդը որ դարպասի պահապան էր, այդ ինչու պիտի դարպասները բացեր։ Կարող է էլ զզված է եղել Սասանյան կայսրությունից։ Okay, անցնենք երկրորդ մասը, Ֆաթալի Շահի։ Ֆաթալի Շահը, հստենց որ ասացի, արդեն բարկացած թե իրա վրա, թե կրոնականների վրա եւ իրան ասում են, որ դու լավ չես աղաչի։ Իսկ ոչ ոք այդտեղ անալիզ չի անում, որ ախպեր մենք ինչի ենք պարտվել։
Մենք բախուկ լունգով ենք գնացել եւ ռուսներն ունեին թվանք։ Ուրեմն լավ կլեր որ այդ պայմանակիր գրելուց որ մի հոգի մարդ ուղարկում է Եկատերինայի մոտ ահագին նվերներով կարող էր Եկատերինայից խնդրել որ խնդրում եմ մատը թվանգներից տվեք տանք Ֆաթալի շահին նվեր եւ թվանգը բերեին եւ Իրանից սկսեին կոպիանել եւ երևի 20-30 տարի հետո մի հատ թվանք կարողանային սարքին, մի հատ զենք կարողանային սարքին։ Այդ չարեցին։ Մեղքը գցվեն ժողովուրդը Ֆաթալի շահի վրա, Ֆաթալի շահն էլ չի համարցակվում, բայց երևի Ֆաթալի շահն էլ ասում որ եմամ զամանն է իրան դավաճանի։ Ուրեմն այս դավաճան բառը մի քիչ զգուշ մտածեք միջև վերջը տեսնեք ինչա կատարվում։ Okay, անցնենք հաջորդ օրինակին։ Հաջորդ օրինակը, տենց որ ասացի, ուրեմն կոնստիտուցիոնալ մոնարքիի հեղափոխություն է լինում Ֆրանսիայի եւ Բելգիայի Ֆրանսիայի կոնստիտուցիոնը թարգմանվում է պարսկերեն եւ մի հատ ավելի լավ կանոններ Բելգիայից էլ բերվում է եւ չի աշխատում։ Զարմանում եք որ չի աշխատում։ Չէր էլ կարող աշխատել, որտեվ այն ժամանակվա Պարսկաստանում 100% ժողովուրդը անտառաճանան չէր, անկրակետ։ Եվ այդ կանոնները գրված էր Ֆրանսիայի համար։ Նույնիսկ եթե մի հոգի կարողանար այդ կոնստիտուցիոնը կարդար, ինչ պիտի հասկանար։ Դա Ֆրանսիայի զարգացած երկրի համար էր։ Դրա համար էլ չաշխատեց։ Կոնստիտուցիոնի մեջ դու ինչ ուզում ես գրի, եթե չես հետևում, դա անիմաստ է։ Նույնիսկ թագավորը, որ Եվրոպայում էր կրթվել, այտենց որ ասացի 3-4 լեզու մայրենի լեզվի նման խոսում էր, ինքն էլ չհետևեց կոնստիտուցիոնին։ Ինքն էլ մենատիրության զբաղվեց մինչև իրան տապալեցին։ Ինքն էր ու ինքը, ասենք որպես մա դիկտատոր։ Okay, հիմա պարսիներն ասում են դիկտատոր չէր, մենք կարողանում ենք չադոր չգցենք, սիրուն շորեր ակցնենք, հարցը դրանք չեն։ Ինքը դիկտատոր էր, իսկ եթե դիկտատոր չլեր, ըստ կոնստիտուցիոնի ինքը իրավունք չուներ այդ գործերը որ անում էր դրանց մասնակցեր։ Okay, գալիս ենք հասնում ենք վերջի կետին։ Ներողություն։ Նախքան ասենք 1953 թվականի որ Ադրբեջանում դուրս են գալիս ասֆալտը քանդում են, իսկ դուք ինչ եք սպասում։ Նայեք, պատկերացրեք մի հատ երկիր, որ անտառաճանաչությունն ու անկրագիտությունը արդեն 53 թվականին երևի 95-96% էր, բերել են դրանց սոցիալիզմ կարոզեն։ Ոնց կարելի է սոցիալիզմ կարոզել մտենց ժողովրդի կրոնատել ինչ կրոնական ժողովրդի եւ որ ասում է եթե փոշի չլավ եմամ զամանը մեր քաղաք չերկի։ Նույնիսկ եթե իրանք հաղթեին էլ չեր աշխատի։ Այդ սոցիալիզմը կամ այդ երկիրը կամ այդ սիստեմը։ Եվ վերջինը Խոմեյնին։ Պարսիկներն ասում են Խոմեյնին մեզ խաբեց։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ոնց խաբեց, ինչ խաբեց։ Ասում են որ Խոմեյնին ասա որ ես ազատություն կտամ, բայց չտվեց, ելավ դիկտատորի։ Ընկերներ, ազատությունը տալու չի։ Ազատությունն իր հոր մալը չի որ ինքը բաժանի կամ տա մեկին։ Իսկ մենք չենք ուզում մեր սխալները ընդունենք, որ մենք որ այսպիսով կրթված մասն ենք Պարսկաստանինը, մենք անտեղյակ ենք ամեն ինչից։ Այն ժամանակ դել ինտերնետ էլ չկար։ Հիմա որ ինտերնետ կա, արդեն մեր բաներ են ասում, որ մար զարմանքն է տանում։ Խոմեյնին չի խաբել։ Իսկ որ ազատություն ենք ասում, դրա համար եմ ես միշտ ասում, որ եթե մատ երկրի վիճակը հասել է, այնքան է վատացել, որ հեղափոխություն է պետք։ Հեղափոխությունն էլ չի օգնի։ Որտեղ Պարսկաստանի հեղափոխության ժամանակ ամեն մարդ որ դուրս էր եկել փողոց, ինքն ուներ իր պահանջները։ Մուսուլմանն ուզում էր կարողանա չադոր գցի, 12-ին ինչ որտեղ որ կա, եթե նամազ կարդա, okay,
Դրանք ստացել են, դրանք ազատություն են, չէ՞։ Իսկ Խոմեյնին կարծում էր, որ թագավորը որ գնաց ինքը ազատել է ժողովրդին թագավորի լծից։ Դա էլ ազատություն է։ Ես պարսիկների միջ հարցնում եմ, մենք այդ մարդից չհարցրեցինք, որ ազատության բառը ինչ է նշանակում քո մոտ։ Ինքը մի բան է մտածել եւ ցանկացած մարդ որ լսել այդ բառը իր մոտ ուրիշ բան է մտածել։ Եվ այսինքն հայերի մոտ էլ ըստ նույն բանն է պատահել։ Ասում են Նիկոլ խափեց, ո՞նց է խափի։ Նիկոլ չի խափի, մենք ենք խափվել։ Այսինքն մենք այնքան գիտությունը գիտելիք չենք ունեցել, որ իր ասելի ինչ որ ինքը ասում էր, մենք հավատացել ենք, որ տենց կլինի։ Կարող էր տենց լինել, չէ։ Տեսնում ենք, որ չեղավ։ Եվ այստեղ ավելի կարևոր բանն է դա, որ եթե մենք անալիզ չենք անում, ման ենք գալիս դավաճան գտնենք, մեր գործերը լավ չի դա։ Մի հատ բան էլ ես ասեմ, որ մեր 6-7 ամիս առաջ կամ 1 տարի առաջ արդեն ցայն դուս եկա, որ մի հատ զինվորին բռնել դավաճան, որ $400 առել էր, ինչ որ ինֆորմացիա էլ տվել ադրբեջանցուց, էլ ամենը մեծ ու պստիկ այ դավաճանա բռնեք, քերտեք, կախեք, մորթեք, ստեղ պետք է մատ ջոկ ասեմ։ Այսինքն զինվորի գիտեցածը ինչ է։ Այս մարդիկ, որ այս դավաճան են գտնում ու գոռում են դավաճան, իրանք երևի զինվորություն չեն արել, չեն ծառայել։ Ջոկն էլ պատմեմ, ասում եմ մի հատ կին գալիս է տուն իր ամուսնում, որ թաքսու շոֆեր էր, ասում է մի օր պիտի գաս այդ մեր անասուն գլխավոր ինժեներին մի բան ասես, ինձ առաջարկներ անում։ Իր ամուսինն ասում է դե տուր իրան, ինժեների շինած ինչ պիտի լի։ Այսինքն հիմա եւ այդ մենք զինվորը դավաճանել է ինֆորմացիա է տվել, զինվորի ինֆորմացիան ինչ պիտի լի։ Ինքը մենակ գիտի, որ կառավարի վրա է քնում կամ որ չաստում է ծառայում։ Իսկ եթե զինվորի իմացածը այդքան շատ է, որ $400 կարժի, ուրեմն այդ բանակում չի ծառայում, այդ բանակը բարդակ է։ Ուրեմն ընկերներ, ես հետագայում բառերի եւ բառարանների մասին խոսալու եմ, բայց նախքան այդ ես ասեմ, որ տեսակ, երբ որ պատմում եմ, երբ ասում եմ դավաճան, դուք ամեն ինչ ընդունում եք, առանց այն որ անալիզ անեք։ Եվ այս դավաճանը իմ ընկալումով մի հատ անիմաստ, բայց սարսափելի բառ է, որ ֆիզիկապես ոչնչացնում է լոգիկայի կենտրոնի բջիջները։ Այսինքն, եթե մենք ուզում ենք ինչ-որ դասեր քաղենք, պետք է անալիզ անենք։ Եթե անալիզ չանենք, չենք կարող դասեր քաղենք։ Այդ հոր անալիզն էլ անեմ, ուրեմն այդ մարդը 3 անգամ ձեռերը վառել է։ Առաջի անգամ շիշինա ձեռ տվել, որ մեղքը գցում է տղի վզին, երկրորդ անգամ կացանա ձեռները վառել, այրել, մեղքը գցում է կնոջ վզին, երրորդ անգամ մեքենայի տակ մոթորին է ձեռ տվել, ձեռը այրվել է եւ մեղքը գցում է բենզակալոնքի տիրոջ մասին, որ ամեն աղբ խառնում է բենզինի հետ։ Ընկերներ, ստեղ էլ արդեն դավաճան ես մակալում, դավաճան բառը չենք օգտվում, բայց նույն բանն է։ Այսինքն մեր սխալները գցում ենք ուրիշի, փաթթում ենք ուրիշի վզին։ Դրա համար այս մարդը 4-րդ անգամ էլ ձեռը կվառի, 5-րդ անգամ էլ կվառի, որտեղ այս մարդը անալիզ չի անում, չի հասկանում, որ մետաղը որ դնում ես տաք կրակի վրա տաքանում է։ Կամ պիտի բռնիչով բռնես հետ, կամ շորով, կամ մպանով, եթե ուղակի ձեռ տաս, այդ մետաղը տաք է, իհարկե կայրի ձեռդ։ Վերջի խոսքն է դա, որ մենք պարսիկները, միջին արևելքի ժողովուրդը անալիզանելու ունակություն չունեն, երբեք չեն ունեցի։ Դրա համար էլ էս օրին ենք։
մինչև չկարողանանք մանրամասը անալիզ անենք ամեն ինչը, չենք կարող դասեր քաղել։ Այսօր ասկանը հաջողություն։